Այսօր 24-ն է փետրվարի 2026 թվական, ուզում եմ պատմել ամսի 18-ի գիշերվա ժամը 1-ի տեսած իմ երազը, որը շատ նման էր տեսիլքի։ Ես պատմելու եմ 3 մութ օրերի մասին նորից։ 3 մութ օրերի մասին 3 մութ օրերի մասին այս խոսքը, որ Աստծուց տրվում է ինձ եւ ուրիշ Աստծու զավակների, շատերը ուղղակի չեն ուզում ընդունել եւ բարկանում են, ջղայնանում են, չարանում են, սակայն ընդունեք թե ոչ, հավատաք թե ոչ, միևնույն է, այդ 3 օրերը լինելու են եւ գոնե թեկուզ հիմա չեք հավատում, բայց երբ լինի այդ 3 օրերը կհասկանաք իրականում ինչ է տեղի ունենում եւ ինչ պետք է անեք։ Ուզում եմ ասել, որ այս 3 օրերի մասին խոսում են նաև չարի ծառաները, տարբեր ուսմունքների հետևորդներ, բարձր վիբրացիաներ, քվանտային անցում եւ այլն, եւ նրանք իհարկե չիմանալով ճշմարտությունը այլ կերպ են ներկայացնում մարդկանց այդ 3 մութ օրերի մասին, ասելով թե ովքեր ունեն բարձր վիբրացիաներ, այդ 3 օրերի մեջ կդիմանան, իսկ ովքեր որ չունեն բարձր վիբրացիաներ չեն կարողանա դիմանալ, մի խոսքով դա չարի սուտն է, իրականում 3 մութ օրերը Աստծու բարկության սկիզբն է աշխարհի վրա եւ 3 մութ օրերի միջով անցնելու է ողջ մարդկությունը, ինչ է տեղի ունենալու 3 մութ օրերի ժամանակ մարդկությանը հնարավորություն է տրվում ապաշխարել եւ ընդունել Աստծուն, ընդունել մեր Տիրոջը, մեր Փրկչին Հիսուս Քրիստոսին եւ նրանք, ովքեր ամբողջությամբ մաքուր են արդեն մինչև 3 մութ օրերը, նրանք այն մարդիկ, ովքեր մաքրվել են, սրբվել են իրենց արատներից, իրենց մեղքերից, իրենց թերություններից, այսպես ասեմ, սխալներից եւ այլն, նրանք, ովքեր այսպես ասենք ջանասիրաբար աշխատել են, որպեսզի մաքրվեն, որովհետև մաքրվելը ապաշխարությունից հետո մարդ պետք է անցնի մաքրման ճանապարհ նաև, այսինքն իր արատներից, սխալներից, իր բնույթից, թերի հնարավորինս ազատվի հին սովորություններ, վատ սովորություններ, բնավորության եւ այլն, դա մի երկար ճանապարհ է, որ մենք գնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, այդ ճանապարհին կարող են լինել գայթակղություններ, կարող ենք մեղքեր գործել նորից, սակայն մենք արդեն պատկանում ենք Հիսուս Քրիստոսին եւ երբ մենք մեր սխալը մեղքը ընդունելով ներողություն ենք խնդրում մեր Տիրոջից, իհարկե մեր ողորմած Աստվածը մեզ ներում է։ Հիմա երբ կան 3 մութ օրերը, ուրեմն 3 մութ օրերում այն մարդիկ, այն քրիստոնյաները, ովքեր ամբողջությամբ պատրաստ են Տիրոջ համար, այսինքն մաքրված են եւ ապրում են հնարավորինս մաքսիմալ, այսպես ասեմ, մաքուր կյանքով, անարատ, առանց արատների փորձում են ինչքան հնարավոր է մաքուր լինեն, ազատ լինեն մեղքերից, սխալներից, այդ մարդիկ մթության ժամանակ, նայեք, նրանք Աստծու ընտրյալ զավակներն են, ինչպես որ Իսրայելի ժողովուրդն է Աստծու ընտրյալը եւ Եգիպտոսի 3 մութ օրերի ժամանակ գրված է, որ Իսրայելի որդիների տներում լույս էր։ Այդպես էլ այս 3 մութ օրերի ժամանակ նրանք, ովքեր որ իրոք Աստծուն են պատկանում ամբողջությամբ, նրանց Աստված գերբնական լույս է շնորհելու, դա Հիսուսի լույսն է, որ լինելու է նրանց մեջ եւ նրանք լույսի մեջ են լինելու եւ այն չարը, որ 3 մութ օրերի ժամանակ
թողնվելու է, այսպես ասեմ, աշխարհի վրա, այսինքն Աստված բացելու է դժոխքի դռները եւ չարը դուրս է գալու երկրի վրա եւ չարի այն բոլոր էությունները, որ հիմա մեր վրա չունեն իշխանություն, այսինքն ավելի ճիշտ ոչ թե իշխանություն, այլ չեն կարող մեզ մոտենալ, նրանք բոլորը ազատ են լինելու Աստծո կամքով Աստված ազատ է բաց է թողնելու, այսպես ասեմ, կարծես վանդակից բաց է թողնելու երկրի վրա եւ նրանք ունենալու են իշխանություն վնասել բոլորին, բացի նրանցից, ում վրա Աստծո նշանը կա, բացի նրանցից, ովքեր որ կկանչեն Աստծո անունը, որովհետև 3 օրերին այն մարդիկ, ովքեր մաքուր չեն ամբողջությամբ, բայց կապաշխարեն, նրանք կմաքրվեն եւ նրանց վրա այդ չարը իշխանություն չի ունենա։ Եվ կան մարդիկ, ովքեր ընդհանրապես Աստծուն չեն ընդունել եւ հենց այդ ժամանակ կընդունեն Աստծուն։ Սակայն մարդիկ, ովքեր այդպես էլ իրենց մեղքի մեջ կմնան, հենց նրանց վրա չարը իշխանություն կունենա։ Այսինքն, եթե դու Աստծո զավակն ես իրական, մաքուր, չարը չի կարողանա քեզ մոտենալ եւ քեզ անհանգստացնել, ցավ պատճառել, վախեր պատճառել, սակայն պետք է հիշենք, իմանանք, որ մութորերին չարին տրվում է իշխանություն եւ մենք պետք է ամեն կերպ մեր տներում, օթևաներում, այնտեղ, որ այդ պահին կգտնվենք, պետք է ծածկվենք, թաքնվենք, այսպես ասած։ Թաքնվել, այսինքն ծածկվել, պատասպարվել։ Եթե ինչ-որ շինության մեջ ենք կամ տան մեջ ենք, պետք է մնանք թաքնված, դուրս չգանք, չբացենք դուռ, չբացենք լուսամուտ։ Այս մասին ես շատ եմ խոսել անցած տարի եւ շատ բացասական արձագանքներ են եղել, բայց շատ չար, շատ ագրեսիվ վիդեոներ են պատրաստել եւ այլն մարդիկ իմ դեմ տարածել են, բայց ես չեմ նեղանում, ես հասկանում եմ ձեզ, որովհետեւ այն մարդը, ով ամբողջովին չի պատկանում Հիսուսին, նրա համար իրոք վախենալի է այդ ամենը։ Ես ինձ պատկերացրել եմ, որ եթե ես Հիսուսին չպատկանեի ու ինձ պատմեի նման բան, ես էլ կվախենայի, սակայն այդ ամենը պատմվում է, որ թեկուզ վախից կլինի, թե այդ հավատից մենք գնանք դեպի Աստված եւ շուտ ապաշխարենք, որովհետեւ դա մեր փրկությունն է, ապաշխարությամբ է եւ Տեր Հիսուս Քրիստոսին ընդունելով է, որ մենք ստանում ենք նրա պարգևած փրկությունը եւ հավիտենական կյանքը։ Հիմա վերջապես պատմեմ երազը, որը տեսել եմ ամսի 18-ի գիշերը ժամը 1-ին, միգուցե որոշ բաներ չասացի, չեմ ուզում շատ երկար ստացվի ձայնագրությունը։ Ինչ եմ տեսնում ես։ Ես տեսնում եմ ինձ, իմ ընտանիքին, իմ նախկին տանը, որտեղ որ ես ապրել եմ, եւ այդ տունը 7-րդ հարկում էր։ Ես ինձ տեսնում եմ այդ տանը 7-րդ հարկում եւ երազում ես իմ գիտակցության մեջ շատ պարզ էր, որ ես հիմա գտնվում եմ 7-րդ հարկում։ Չգիտեմ ինչով էր դա կարևոր, ինչու համար է 7-րդ հարկը կարևոր, բայց երազում նույնիսկ ես գիտակցում էի, որ ես հիմա գտնվում եմ 7-րդ հարկում։ Ես մոտենում եմ պատուհանին եւ իմ երազում, չնայած երազը տեսնում էի փետրվարի 18-ին, բայց իմ երազում ես գիտեի, որ փետրվարի 17-ն է։ Չգիտեմ դա ինչ է նշանակում եւ ես իմ երազում մոտենում եմ պատուհանին, գիշեր է, սովորական գիշեր է, սակայն տեսնում եմ, որ բոլոր շենքերի լույսերը, բոլոր բակերի փողոցային լույսերը, ամեն տեսակի լույս, որ կար, բոլորը անջատվեցին միանգամից եւ շատ խիտ մթություն տիրեց, որովհետեւ ոչ մի տեղ չկար, որ ինչ-որ մի լամպ, ինչ-որ մի լույս վառվեր։ Եվ այդ պահին ես վախ եմ զգում, մի վախ, որի առաջ ոչ թե սարսափ էր դա, այլ ուղղակի մի վախ, որի առաջ դու քեզ շատ փոքր ես զգում, անզոր, ոչ թե չպաշտպանված էի ես զգում, ես ինձ շատ պաշտպանված էի զգում, բայց հասկանում էի, որ այդ մթության առաջ մարդը անզոր է, այդպիսի զգացողություններ մոտս։ Եվ երազում ես ամուսնուս ասում եմ,
ասում ինձ թվում է 3 մութ օրերն են սկսվում եւ երբ ես նրան ասում ինձ թվում է որ 3 մութ օրերն են սկսվում դա իմ մտքի մեջ հաստատվում է ես հասկանում եմ որ այո այդպես էլ կա 3 մութ օրերն են սկսվում եւ ինչ եմ տեսնում եմ որ փողոցն եմ տեսնում բայց ոչ պարզ ձևով տեսնում եմ որ գլխավոր փողոցով արագ անցնում են մեքենաներ, որոնց լույսերն ընկնում են այդ մթի մեջ եղած շենքերի վրա եւ ես երազում հասկանում եմ, որ դրանք այն վերջին մեքենաներն են, ովքեր շտապում են տուն։ Այն վերջին մեքենաներն են, որոնք շտապում են տուն գնալ հասնել եւ ես թեքվում եմ ամուսնուս ասում եմ բայց մի րոպե ինչու է որ բոլոր շենքերում բոլոր տեղերում մթություն է տիրում սակայն մեր տան լույսը չի անջատվել էլեկտրաէներգիան այսպես ասած էլեկտրական լույսը չի անջատվել լամպերը վառվում էին հեռուստացույցը միացած էր ասում այդ ինչից է որ չի անջատվում Եվ ամուսինս ասում է արի փորձենք պատից անջատենք, տեսնենք ինչ կկատարվի, որովհետև ինչու է մենակ մեր մոտ լույս։ Եվ նա պատից անջատում է, հետո որ նորից միացնում է, արդեն չի միանում, եւ մենք հասկանում ենք, որ էլեկտրականությունը ամբողջովին անջատված է ամենուր, ուղղակի անհասկանալի ձևով մեր տան մեջ լույս էր եւ չէր անջատվել եւ երբ անջատվում է արդեն անջատում ենք ես տեսնում եմ որ տանը սեղանի վրա այդպես ինչ որ տեղում փոքրիկ մոմի պես ջահի պես ինչ որ բան էր դրված որը որ ես չէի միացրել ես չէի վառել դա կարծես թե ինչ որ աներևույթ կերպով ինչ որ ձեռք դրել էր ես իմ համար հասկանալի չէր որտեղից այդ լույսը ես չգիտեի դա ուղղակի դրված էր ու տունը լուսավորվում էր Եվ ես երազից հետո հասկացա, որ դա հենց այն գերբնական լույսն է, որ Աստված մեզ տալու է, եւ նաեւ չէ որ այդ ժամանակ Աստված իր զավակներից եւ ինձ նույնպես ցույց է տվել, որ մենք պետք է վառենք այդ ժամանակ միայն հասարակ մոմ Եվ այդ լույսը, որ տան մեջ կար, այդ փոքրիկ մոմի պես, ջահի պես լույս էր դրված, ես հասկանում եմ, որ եւ մոմն է, որը որ մենք կարող ենք վառել, եւ նաեւ այն լույսն է, որը Աստված մեզ տալու է կերբնական ձևով, իր զավակներին տալու է այդ լույսը Աստված, եւ մենք մթի մեջ չենք լինելու ենք լույսի մեջ։ Չէ որ մենք լույսի զավակներն ենք, ոչ թե խավարի։ Ուզում եմ ասել, որ անկախ նրանից, թե այս ձայնագրությունը լսելով, ինչքան մարդ ինձ կհամարի կեղծ ու սուտ, ինչքան մարդ չի ընդունի, ինչքան մարդ կբարկանա, եւ ինչքան մարդ կընդունի, ինձանից հասնում է ձեզ տեղեկացնել, թե դուք ինչ արձագանք կտաք ինձ, իրականում դա կարևոր չի, որովհետև այս ամենը միևնույնն է լինելու է եւ Աստված ուզում է, որ իր զավակները իմանան եւ պատրաստ լինեն եւ եթե մինչեւ այդ մենք չենք ապաշխարում, չենք ազատվում չարից, չենք դառնում Հիսուսինը, գոնե այդ օրերին կապաշխարենք, մեղքերի թողություն կխնդրենք Տիրոջից եւ կմաքրվենք Տիրոջ սուրբ եւ զորավոր ձեռքով, ներում կստանանք Տիրոջից, մեր Տեր Աստծուց եւ տեղյակ չլինել պատկերացնում եք մութ օրեր են սկսվում եւ լույսը չի բացվում դեռ եւ մարդը տեղյակ չի ինչ է կատարվում դա է ավելի վախենալի թե եթե դու հիմա լսում ես թեկուզ եւ չես հավատում վախ ես զգում որ վախն է ավելի մեծ Իհարկե, այն վախը, եթե դու լինես այդ մութ օրերի մեջ եւ չհասկանաս, թե դա ինչ է կատարվում։ Ես հիմա չեմ ուզում խոսել այն դժոխային էությունների մասին, ովքեր ֆիզիկական մարմին են ստանալու տիրոջ թույլտվությամբ եւ ներկա են լինելու երկրագնդի վրա, որովհետեւ դա շատերին է շատ մեծ վախ պատճառում եւ իրականում ամենակարևորը այն է, որ մենք դառնանք դեպի Աստված եւ
մեզ հանձնենք Տիրոջ ձեռքերին։ Եկեք ամեն օր խնդրենք մեր Տեր Աստծուն, որ մեր սխալները մեզ ցույց տա եւ խոնարհություն ունենանք մեր մեջ, որպեսզի երբ Աստված մեզ մեր սխալները ցույց տա, մեր մեղքերը ցույց տա, մենք կարողանանք ընդունել խոնարհությամբ եւ զղջանք մեր գործած սխալի համար եւ ներում խնդրենք Աստծուց զղջացող սրտով, խնդրող, աղաչող, աղերսող սրտով, սիրտ, որն իրոք զգում է, ընդունում է իր սխալը եւ ցավ է զգում այդ սխալի համար եւ մեր Տերը ներում է մեզ, որովհետև շատերը ուղակի շուրթերով են ներողություն խնդրում, բայց Աստված մեր սրտերին է նայում։